Պարոն Թաթոյան, նախկին նախագահներին կոչ արեցիք, որպեսզի նրանք չմասնակցեն 26 թվականի ընտրություններին, այսինքն դուք բացառում եք որևէ կերպ ընտրություններից հետո նրանց հետ կոալիցիա կազմելը, համագործակցելը եւ շատ է խոսվում այս ընթացքում, որ ընդդիմադիր ուժերը պետք է մեկ միասնական թեկնածու ներկայացնեն եւ մեկ թեկնածուով մասնակցեն ընտրություններին, այս հարցի շուրջ ձեր դիրքորոշումը եւ շարունակելով անվտանգության թեման, ինչպես եք դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Այո, շնորհակալություն այս առաջին հարցի հետ կապված, տեսեք, քանի դեռ այս համակարգը կա, նայեք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես, վամպիրը գիտենք ինչ է, վամպիրի պես սնվում է նախկին նախագահների ժամանակահատվածի հարցերից։ Վամպիրը պես սնվում է, ուժեղանում է եւ սկսում է արդեն ռեպրեսիաներ, չգիտեմ, այն խախտումները, որոնք անում է, նրա քաղաքականությունը առհասարակ։ Իմ կարծիքով, քանի դեռ այս համակարգում, որը հիմնված է նստած է երկու թևերի վրա, քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարի, ընդդիմության միավորում ընդհանրապես հեռանկար չկա նման։ Որովհետև միշտ լինելու է նախկին ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում եւ Փաշինյանին, տեսեք մի հետաքրքիր նաեւ կարեւոր բան կա։ Փաշինյանին ձեռնտու է, որպեսի նախկին նախագահները մասնակցեն ընտրության։ Փաշինյանը նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն ընդդիմություն։ Որտեղ ինքը նախկին նախագահներին չէ կարողանալու գնալ ասել, այ այսինչը չէ կարել, այսինչը այսպես։ Հələ մի հատ Փաշինյանին ես հրավիրեցի բանավեճի, հիմա էլ պնդում եմ։ Թող մի հատ գա իմ հետ բանավեճի։ Տեսնեմ ինչպես է այդ հարցերը տանելու։ Ինչ հարցից ուզում է թող խոսի։ Թող նախկինից խոսա, թող ներկայից խոսա, բայց ես նախընտրելու եմ իհարկե երկրի ապագայից խոսել։ Նայեք, ինչու է սա այս մասը շատ կարևոր։ Տեսեք, ես երբ ավարտեցի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իմ ժամկետը, փնտրում էի ինձ մեր հիմնադրամի համար տարածք, որ գրեթե շենքին մատս դնեի, փորձում էի գնայի հայտարարություններով տեսնեի, ինձ բոլորը ասում էին, սա այսինչ նախկին նախարարինն է, սա այսինչ նախկին պատգամավորի է, սա այսինչ նախկին պաշտոնյայի է։ Դեպքեր կային, որ բացահայտ իրաց դեմքերով հանդես էին գալիս։ Շատ ներողություն, իմ մոտ հարց է առաջանում։ Այս մի փոքր երկրից, այսքան տարի, դուք այս ինչ եք այսքան տարել, որ ամեն մի ձեր նախարար ու պատգամավոր $1 միլիոն ու ավել շենքերը գրկած նստել եք, ու հետո էլ ուզում եք հիմա ապահովել Փաշինյանը, որ չօգտվի այդ հարցերից։ Դրա համար ես կարծում եմ, որ ճիշտը դա է եւ սա անձնական չէ։ Տեսեք, հատուկ ուզում եմ ընդգծել։ Ես հատուկ խոսում եմ պաշտոնաթող նախագահների մասին այնպես, որ սա անձնական չէ, սա քաղաքական համակարգը այդպես է։ Այդպես դասավորվել է այս 30 տարիների ընթացքում, 35 տարիների ընթացքում։ Եվ եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել ընտրապայքարին, իմ մոտ անկեղծված հարց է առաջանում։ Նրանք իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, թե այստեղ այլ ինչ-որ նպատակներ ու հարցեր կան։ Դրա համար ես կարծում եմ, սա ճիշտ տարբերակն է։ Թող նախկին նախագահների չմասնակցության պայմաններում տեսեք մենք, ես, մեր թիմը ու մենք միավորված ինչպես ենք Փաշինյանին հեռացնում։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, այսօր քաղաքականությունը այսօրվա ինչ է։ Ստորանալու միջոցով ամեն ինչ տալ։ Ինչ ուզում է ամեն ինչ տալ, ստորանալու միջոցով, նվաստանալու միջոցով։ Ես կարծում եմ, սա ավելի վատ տեղ տանող ճանապարհ է։ Մենք էլ բան չի մնացել, որ տանք Ադրբեջանին։ Ինչ ուզել ենք տվել ենք։ Միակ բանը, որ բացահայտ ասում են այդ մարդիկ, որ այդ տարածքում Հայաստան չի եղել։ Ընդ որում Ադրբեջանի պես կանխատեսելի գործընկեր, որ քեզ թշնամական ատարամադրված երևի չկա։ Այդ մարդը Ադրբեջանի նախագահ պարզ ասում է, ձեր հետ ինչա լինելու, ինչ ինքը նպատակներ ունի, սրանից էլ ավել ինչ, հետևաբար մենք պետք է միակ մեր կարևորագույն ճանապարհը միավորված
անվտանգության համակարգը զարգացրած, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ արժանապատիվ երկրով, վստահելի գործընկերներով միջազգային ապահովել այնպես աներ, որ Ադրբեջանը չկարողանա մեզ հետ այդ լեզվով խոսել ու անverջ Փաշինյանի պարագայում նվաստացած պահել մեր ժողովրդին։